Եվ ընտրությունների հետ կապված մի հարց էլ ունեմ։ Փաստորեն ստեղծվել է մի ունիկալ իրավիճակ եւ համ իշխանությունն է դժգոհ ընտրությունների արդյունքներից, համ ընդդիմությունը։ Իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է ընտրակաշառքով 500 քանի հազար ձայն կորզելու մեջ եւ ասում է, որ լեգիտիմ չեն այս ընտրությունները, ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է ընտրությունների արդյունքները կեղծելու, քվեներ գողանալու, ԲՀԿ-ի մանդատները գողանալու մեջ, ու այնպիսի մեղքերի մեջ է մեղադրում, որ երևի Սերժ Սարգսյանն ու Մուկուչյանը նայում զարմանում են, թե ոնց sense կարելի էր, թե ինչեր է անում Վահագն Հովակիմյանը։ Հիմա եթե լեգիտիմ չի ընտրությունները երկուսն էլ դժգոհ եք, հատկապես դուք էլ 2/3 չեք ձևավորել ազգային ժողովում եւ Ալիևի պահանջած համանդրություն չեք կարողանալու անցկացնել։ Գնացեք նոր ընտրությունների, գնում եք որ լեգիտիմացնեք, դուք էլ ընդդիմությունն էլ ոնց որ ընդդիմությունն էլ ազում գնա ձեր հետ միասին լեգիտիմացնի։ Ու մի բան էլ, դուք 8 տարի անց ընտրություններից հետո ինչու որոշեցիք նորից ինչու որոշեցիք կալանավորել Գագիկ Բեգլարյանին եւ Գագիկ Խաչատրյանին։ Այդ խեղճ մարդիկ ինչ էին արել, որ 8 տարի անց որոշեցին այս շոուի մաս կազմել։ Ինչու եմ հատուկ իրենց անունը տալիս, որովհետեւ օրինակ երբ որ դուք ասում եք Գագիկ Ծառուկյանի մասով թե ինչ որ մեկը մտածում է, որ այդ դատավորը ձրի է Ծառուկյանին արդարացել ընտրակաշառքի գործով, ես էլ ուզում եմ հարցնել Գագիկ Խաչատրյանը, այն համեստ աշխատավարձով մի կերպ յոլա գնացող միլիարդատերը, այդ մարդը 2018-ից հետո լուրջ շինարարություններ անում, բիզնեսները ծաղկում են, բարգավաճում են, ծլում են ձեր իշխանության օրոք, շինթույլտվությունները ստանում մի քանի հարկ ավել ձեր քպական քաղաքապետների կողմից։ Հիմա հարց եմ տալիս, ձեր կարծիքով Գագիկ Խաչատրյանն ու իր որդիները ձրի են քպական քաղաքապետներից շինթույլտվություն է ստացել մի քանի հարկ ավել, ձեր էկոնոմիկայի նախարարն էլ գնում էր այնտեղ լենտեր կտրում եւ չգիտեմ, շնորհավորում իրենց նոր բիզնեսները։